Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ իմ գործընկերոջը, ով վերջին շրջանում այսպես թիրախում է հայտնվել և բնականաբար մենք չենք կարող անդրադարձ չունենալ այդ թեմային, այն մանավանդ, որ Հռիփսիմե Ջեբեջյանը քիչ առաջ է վերադարձել ազգային ժողովից և այնտեղ էլ այսպես ակտիվ գործընթացների մեջ է և բոլոր մանրամասները հենց այս պահին, այսպես թեժ կետից թարմ մեզ կհաղորդի հենց իմ գործընկերուհին։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Tribune.am-ի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանին, վերջին շրջանում բավականին հայտնի լրագրող է Հռիփսիմեն դարձել այսպես դաշտում, իհարկե վաղուց գիտենք Հռիփսիմեին, ողջույն Հռիփսիմե։ Շնորհակալ եմ, որ այսօր այս լարված օրով կարողացար գալ Մեդիա Հաբ։ Ինչպես ես։ Շնորհակալ հրավերի համար։ Լավ եմ, սովորաբար ասում եմ կամ պիտի լինեմ ու դեռ շատանամ։ Լավ է, այսպես սկզբունք ես որդեգրել։ Հռիփսիմե վերջին շրջանում մենք ականատես ենք լինում ոչ միայն կապված քեզ հետ այս ճղճի իրադարձությունների մասով, այլ առհասարակ վերջին շրջանում լրագրողները անընդհատ են թիրախավորվում, այնպես չէ որ նախկինում այդ դրսևորումները առկա չէին, միշտ ենք հանդիպել, բայց մի տեսակ պատասխանատվության չափը նախկինում մի փոքր այլ էր։ Ես շատ լավ հիշում եմ, որ իմ գործընկեր լրագրողների հետ կապված, երբ որ падգամավորները, պետական պաշտոնյաները որոշակի խնդիրներ էին ունենում, անգամ կուսակցության իշխող ուժի կողմից ամենաբարձր մակարդակով ներողություն էր հայցվում։ Այսօրվա դրությամբ լրագրողական համայնքը կարելի է ասել գտնվում է անպաշտպան վիճակում, եւ մենք այսպես մնացել ենք այս վայրի վերումների կիզակետում վերջին շրջանում Նաև հենց Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում արձանագրվեց թիրախավորումը քո նկատմամբ, քո հնչեցրած հարցերի կոնտեքստում, իսկ նախորդ շաբաթ Անդրանիկ Քոչարյանի կողմից ուղղակի անմիջական վիրավորանքներ, անիմաստ, անհասկանալի իրավիճակներում։ Ես կցանկանայի մի փոքր այսպես խոսենք, հետո անդրադառնանք այն թեժ ընթացքին, որին քիչ առաջ մասնակից ես եղել, դրա մասին կխոսենք այնուհետև, խնդրեմ։ Հա, վարչապետ Փաշինյանից հետո իսկապես ես հայտնվեցի իր աջակիցների թիրախում, ես այդ օրերին օրական մի 100 հոգու արգելափակում էի սոցցանցերում, որովհետև ինչ ասես գրում են, իհարկե ինձ աջակցողների շրջանակը նույնպես բավականին լայն է, որ ասում եք լրագրողները այդպես մենակ են, ես այդպես չեմ կարծում, ինձ մենակ չեմ զգում, ես իմ հետո մի հսկայական հանրություն եւ բանակի թիկունքի ուժ եմ զգում, ու բացի այդ լրագրողները իրենք էլ պիտի հասկանան, իրենք մեծ ուժ են արդեն, իրենց պետք էլ չի որ հետևում ինչ որ ես միշտ ասում եմ, եթե ինձնից դժգոհ են, ուրեմն ես լավ եմ աշխատում։ Հեչ պետք չի որ ինձնից գոհ լինեն, ինձ այսպես բանա, շատ այսպես արժևորեն, արձանս կառուցեն, հա, էլի ինձ բացարձակ դրանք սիրաշահել ընդհանրապես ինձ պետք չի, թող դժգոհեն, ես ուրեմն իմ տեղում եմ, իմ գործը լավ եմ անում, թող դժգոհի եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Այդ նշանակում է որ դու նորմալ, հավասար, բալանսավորված աշխատում ես։ Իսկ թիրախավորելու հետ կապված, գիտեք, ես շատ եմ մտածել այս հարցի շուրջ, որ ինչու հենց այս շրջանում, որովհետև ես արդեն երկար տարիներ աշխատում, այսինքն նախկին իշխանությունների օրոքել եմ աշխատել եւ հիմա էլ այդ համեմատության բանը իմ մեջ անցկացնում եմ։ Ինչու հիմա հատկապես լրագրողներին մի ուրիշ կարգի են թիրախավորում, դուք տեսնում եք մեր ամեն տեսանյութի տակ, ասենք կապ չունի իմ տեսանյութի ինչի մասին է, մտնում են իմ անձնական տիրույթ ու իմ անձն են քննարկում, վայ դու հələ գնա մորքուրիդ քթի, քո մորքուրը Քոչարյանն է, քո մորքուրը Սերժն է, քո մորքուրը էսա, այսինքն դու հասկանաք որ անձին ուղղակի թիրախավորում են։ Մասնագիտական գործոնը ամբողջությամբ դուրս են նետում եւ սկսում են անձնական վիրավորանքների դաշտ մտնել։ Եվ այն դեպքում են մենակ լրագրողներին, ասենք, ամբողջությամբ այսպես հասկանում, երբ որ իրենց շահերին համընկնում է, էլի քո ասածը, մնացած դեպքերում, ասենք, մի օրեն են հիշում, ու ինձ թվում է որ Փաշինյանը ինքը լրագրող է,
դարձել է վարչապետ, իրենք գուցե մրցակից են տեսնում, ես չգիտեմ ինչի համար են հենց հատկապես լրագրողներին, այսպես վախեցած լրագրողների ամեն գործունեությունից մտածում են, որ պետքա դառնանք վարչապետ, երևի ամեն մեկս կարող է, այսինքն ճանապարհը հարթել է, էլի, մեր համար պոտենցիալ վարչապետ են դիտարկում։ Քավլից ես ընդհանրապես միշտ էլ ասել եմ, ես քաղաքական ոչ մի հավակնություններ չունեմ, այսինքն այս պահի դրությամբ ամենայն դեպս որևէ պաշտոնի ոչ մի բանի չեմ ձգտում, իմ համար լավագույն պաշտոնը լրագրողի պաշտոնն է, որովհետև ես ինձ զգում եմ 4-րդ իշխանություն։ Թույլ տվեք այդ 4-րդ իշխանության տեղում աշխատել, անել ազատ այն, ինչ որ միշտ արել եմ, եւ նախկին իշխանությունների օրոք եւ ներկայիս։ Իսկ ներողության մասով ես երբ որ դուք ասում եք, ես հիշեցի, որ հենց Փաշինյանի իշխանության գալու շեմին, երբ որ արդեն մերժել էին Սերժին, այսպես ասած, ազգային ժողովում հանրապետականները արդեն խառնված էին իրար եւ այլն, Շարմազանովը ասուլիս է տալիս, ես Փաշինյանի ասածներն եմ իրան այսպես ասում, բայց Փաշինյանը այսպես, Փաշինյանը այնպես, Շարմազանովը ինձ պատտվեց, ասեց, «Խի դու Փաշինյանի փաստաբանն ես», ասեցի, չէ, փաստաբանը չէ, բայց այս պահին ինքը չկա եւ ես իր խոսքերն եմ փոխանցում։ Մի քիչ անցավ Շարմազանովը հետ եկավ, ճեպազրույցը ավարտվեց, հետ եկավ, ինքը հետ եկավ եւ ներողություն խնդրեց իր ասացի համար։ Այսինքն ըստ էության հիմիկվա լեքսիկոնը հաշվի առնելով, ըստ էության ես իմ ինչ չէր ասել, բայց անգամ դրանից ինքը ներողություն խնդրեց։ Ներողություն խնդրել է նաեւ Արարատ Միրզոյանը ժամանակին, երբ որ իմ հարցը որակելով տափակ հարց, ասեց, «Ես ինչ տափակ հարց ես տալիս», հետո ներողություն ա խնդրել։ Այսինքն կա այդ բանը, էլի, ասենք որոշակի էթիկա կար, Ռիփսիմե։ Հա, բայց այս որոշակի պատասխանատվություն կար, այնպես չի, որ ամեն ինչ հարթ էր եւ լավ էր։ Բնական է, բոլորս նաեւ կուլիսային տարբեր թեմաների հետ ենք առնչվել, բայց այսօրվա դրությամբ այս ամեն ինչը մի փոքր այսպես այլասերվածությանը արդեն հասնում, որ լրագրող ես, ուրեմն ինչ ուզեն կանեն, ինչ ուզեն կասեն, այ ես էստեղ եմ ասում, որ անպաշտպան ենք։ Իհարկե, մեր մասնագիտությունը, մեր աշխատանքը ամենակարևորն է, որը արվում է այսօր։ Այո, ես կարող եմ ասել ամենակարևորը, որովհետև հանրությանը իրազեկող միջոցը դա լրատվամիջոցն է եւ լրագրողն է։ Եթե չլինի լրագրողը, ոչ մեկ ոչինչ չի իմանա։ Եվ նույն իրենք այդքան չեն գովազդվի, չեն քարոզվի եւ PR չեն արվի։ Մենք ենք ստեղծում, չէ՞ իրենց։ Մենք ենք մարդ դարձնում իրենց։ Սա պետք է հասկանալ։ Երբ որ իրենք լավ տեսանկյունից են ներկայանում, ուրեմն ամեն ինչ արտակարգ լավ է։ Երբ որ դու ինչ որ մի խնդիրի մասին խոսում ես, բարձրացնում ես, դառնում ես իրենց աչքի գրողը, բայց այդպես չի կարող լինել։ Բայց հիմա 18 թվականից այս կողմ այ դու նշեցիր, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանը լրագրող է եղել, բայց արի ու տես, որ առաջինը հենց ինքը լրագրող լինելով սկսեց թիրախավորել լրագրողներին։ Սա դեռևս 18 թվականից թերևս արձանագրվեց։ Այս մասով ինչ կարծիք ես, այն ինչ բարդույթ է, որ նա ունի եւ ինչով է պայմանավորված։ Բնականաբար չեմ մտածում, որ վարչապետն է մտածում, որ կդառնանք մի օր իր հետևից քայլելով կգնանք, բայց ինչ խնդիր կա այստեղ, ինչ կոմպլեքս է սա։ Դե մենակ վարչապետը չի, եթե ԿՊ խմբակցությունում վերցնենք, մի շարք, այսպես ասած, նախկին լրագրողներ կան, որոնք այսօր այնպես են արձագանքում լրագրողների հետ կապված միջադեպերին, որ ես ամաչում եմ անկեղծորեն, որովհետև իմ խորին համոզմամբ նախկին լրագրող չպիտի լինի։ Դա առաքելություն է, էլի, դա զուտ մասնագիտություն չի, որ դիպլոմ չի, ուղղակի որ ստանում ես, դնում ես բարձի տակ, դա առաքելություն է, կամ դրա կրողն ես, կամ չէ։ Իրենք ոնց հասկանում եմ, այդ առաքելությունը երբևէ չեն էլ կրել։ Հակառակ դեպքում չէին կարող ուրանալ լրագրողների վաստակը, լրագրողների ունակությունները, իրենց գործընկեր կհամարեին, հավասարը հավասարի հետ կհամարեին, բայց չէ, այդ մարդիկ շատ ավելի բան են տրամադրված, իրենք դիտարկում են քեզ որպես քաղաքական կողմ, քաղաքական գործչի, իրենք շատ հաճախ ինձ հետ առանձնազրույցներում ասում են, «Բա գիտես, Ռիփսիմե ջան, հիմիկվա լրագրողները ուրիշ են, հիմիկվա լրագրողները ամեն մեկը մի հատ քաղաքական գործչի ֆունկցիա է անում, դուք բան եք, կողմ եք», ասենք բոլորին մի արշինով այսպես սանրել, չափել, այդ աբսուրդի ժանրից է։ Ես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ երբևէ չեմ եղել, չեմ լինի եւ չկամ, այսինքն իմ հետ կապը դժվար են հասկանում։ Չեն հասկանում, Շատ դժվար իրենք չեն հասկանում, որ իշխանություն են, ուզի լրագրողը պիտի քննադատի իշխանությանը, որովհետև լծակները իրենց ձեռքում են, բյուջեն իրենց ձեռքում է, մենք որպես աչք, հա, երրորդ աչքի իրենց, ասենք, պետք է իրենց միջոցները, իրենց ունեցվածքը դրանց վրա ուշադրություն դարձնենք, իսկ երբ որ դա անում ենք, իրենք ակամայից մեզ ընդդիմություն են դիտարկում, բայց այդպես չի։ Ասենք, հո ընդդիմության ձեռքում ինչ լծակներ կա, կարող է ընդդիմության սխալները չենք տեսնում ու չենք ասում, շատ է լավ տեսնում ենք, շատ է լավ ասում ենք, երբ որ տեղը գալիս է, բայց այսօր իշխանությունը իրենք են մեր թիրախում լինելու, ուզեն թե չուզեն,
ու դրանից մենք չդարձանք ընդդիմություն։ Ես էլ ընդդիմության շահերի պաշտպանը չդարձա։ Ես իմ տեղում ասում եմ դու ես անում, դու ես անում, ինչ պետք է մենք անենք, ինչ տեսնում ենք, սխալները տեսնում ենք, ասում ենք, բարձրացնում ենք, խնդիրներ ենք փորձում լուծել այդ։ Հիմա տեսեք, նախորդ շաբաթ Անդրանիկ Քոչարյանը շատ տգեղ իրեն։ Տգեղը ո՞րն է։ Ես իհարկե իմ սոցիալական ցանցում եմ դրա մասին խոսել, նաև միացել եմ այն նախաձեռնությանը, որի մասին քիչ անց կխոսենք։ Շատ լկտի պահվածք ցուցաբերեց կոնկրետ քո հանդեպ։ Ես ասում եմ քո հանդեպ, բայց ես համարում եմ, որ դա նաև իմ հանդեպ է եւ մեր բոլորի հանդեպ է։ Այսինքն ես չեմ կարող առանձնացնել, որ ասեմ Ռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ա եղել։ Ոչ, այնտեղ կարող էին լինել ուրիշ լրագրողներ, բացարձակ կապ չունի։ Եվ անհասկանալի իրավիճակ, որ անմիջապես հարձակվում է, վիրավորում է, եւ նույնիսկ ասում է, որ դու լրագրող չես, դու Տիկին Ջեբեջյանն ես, եւ այնուհետեւ մեջբերում է Բագրատ Սրբազանի խոսքից հատված, սակայն բոլորովին այլ կոնտեքստով, եւ ինչ հետևեց այս ամենին։ Ես ուզում եմ մի փոքր քո արձագանքը լսել այս մասով։ Ինչ տեղ ունեցավ, ես տեսա, որ դու շատ հուզված ես տեսագրության մեջ։ Եվ այնտեղ էին նաև իմ գործընկերները, այլ գործընկերները, ցավոք սրտի, որոնք արձագանք չունեցան։ Միգուցե դու նեղվում ես, որ սրա մասին մենք չենք խոսում, բայց ես չեմ կարող լռել, եւ ես համարում եմ, որ իմ գործընկերները, որոնք այնտեղ միկրոֆոնները այսպես պահած էին, իրենք պետք է իջեցնեին եւ չշարունակեին։ Այլևս այդ անհեթեթ մարդու հետ հարցազրույց վարելը։ Խնդրեմ, կներեք իմ անձնական գնահատականներն էլ եմ այսօր տալիս, որովհետեւ սա անմիջապես մեր տիրույթում է այս թեման, դրա համար, խնդրեմ։ Դե Անդրանիկ Քոչարյանի պահվածքը շատ անհասկանալի էր։ Սկզբում ինձ թվաց ինչ որ բան է եղել, որից ես տեղյակ չեմ, որ իրեն այդպես է պահում, որովհետեւ բացարձակ անհասկանալի էր։ Մեկուսացրեց ինձ, դու գնաս տեղ կանգնի, հետո միանգամից այդ արտահայտությունը, որը բարոյականությունից, մարդկային բոլոր չափանիշներից վեր է, ու հետո ինձ դիտարկելով ոչ որպես լրագրող, այլ որպես Տիկին Ջեբեջյան, Անդրանիկ Քոչարյանը մոռանում է, որ ես ազգային ժողովում Տիկին Ջեբեջյան չեմ, ես ազգային ժողովում որևէ մեկի համար կնոջ ֆունկցիա չեմ կատարում։ Ես լրագրող եմ, հավատարմագրված եւ իմ մասնագիտական գործունեությունն եմ այնտեղ ծավալում։ Այսինքն ո՞նց կարող է մարդը ինձ դիմի Տիկին Ջեբեջյան, այսինքն ոչ որպես լրագրող ու փորձի թիրախավորել որպես կին սեքսիստական իր արտահայտությունները անելով եւ խախտելով падգամավորական էթիկայի մի շարք սկզբունքներ, падգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի մի շարք կետեր։ Ես հուզված էի այդ օրը, որովհետեւ վերջո ես էլ եմ մարդ։ Ես ճիշտ է շատ պինդ եմ նման դեպքերում, ասենք ինձ դժվար է խոցելը, այնպես չի որ Անդրանիկ Քոչարյանն էլ հաջողվել է դեպքով ինձ խոցել, ուղղակի մարդ եմ, էմոցիոնալ եմ մի օր լինում, մի օր բան, հա, ինչ չկարողացա զսպել, որովհետեւ որպես կին թիրախավորեց ինձ, իսկ ես երկու տղաների մայր եմ նաեւ, էլի ասենք բացի այն որ մի մասնագիտական գործունեություն եմ, մայր եմ թիրախավորելով ինձ որպես կին, ինքը փորձեց ինձ դնել անհարմար իրավիճակի մեջ։ Ու քանի որ գործընկերներիս ճեպազրույցը շարունակվում էր, ես այդ ամբողջ ընթացքում ուղղակի արտասվում էի լուր, ուղղակի իր դիմաց կանգնած, արցունքներս այսպես հոսում էին։ Ինքն էլ շրջվում էր այս կողմ պատասխանում էր, շրջվում էր այն կողմ պատասխանում էր, հետո փորձեց թողնել գնալ, բայց ես այդպես չէի թողնելու գնալ։ Ես դրա համար փորձեցի ասել ներողություն չես խնդրելու, բարձվեց չէ, ավելին հաջորդ օրը երբ որ թվում էր թե արդեն սառել է, ինչ որ բաներ հասկացել է, այդ բարձրացած աղմուկից ինչ որ բան այդ մարդու ուղեղում կշարժվի, որ հասկանա, որ ներողություն պիտի խնդրել, ինքը հանձնաժողովի նիստում եկավ, ասաց որ էլի չի պատրաստվում ամեն մարդ դատում է իր փչացածության աստիճանով, այսինքն իմ բոլոր այդ աջակիցները, այդ բաների միջադեպից հետո, այդ ամբողջ լրագրողները, հասարակությունը բոլորը փչացած են, որ այդպես են մտածում, ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել, իսկ Բագրատ Սրբազանի կոնտեքստը ես մի շարք եթերում այս օրերին անդադ բացատրել եմ, Սրբազանն ինքն էլ է պատմել, ի վերջո այդ դեպքը կոնտեքստից կտրել այդ տեսանյութը այդպես տարածել, այդտենց չի էլի, ասենք, մարդը անազգանուն է սա, տալիս ասում է, վայ, Ռիփսիմե սատանաների անուն մի տուր, վերանոթ մաքրիր, որը Աստվածաշնչում էլ կա այդ տողեր, ինքն էլ հոգևորական, իսկ Անդրանիկ Քոչարյանը ես չեմ հիշում, որ հոգևորական ինչ որ բան ունենա, ու Աստվածաշնչից տենց մեջբերումներ փորձի անել։ Սրբազանին էր մեջբերում, ես այդ օրը որևէ մեկի անազգանուն չէի տվել, որը սատանա կհիշեցներ Անդրանիկ Քոչարյանին, ու ինքն էլ կասեր շրթունքներդ մաքրիր։ Հիմա դրան հետևեց այլ գործընթաց, դու սոցիալական ցանցում ներկայացրեցիր այդ հայտարարություն դիմումը, որ պետք է ձևավորել էթիկայի հանձնաժողով միանշանակ եւ Անդրանիկ Քոչարյանին, այսպես ասած, բերել
կենտրոն, որպեսզի ինքը պատասխանատվության ենթարկվի։ Ինչ գործընթացը ինչ փուլում է այս պահին 160-ից ավել լրագրող ստորագրել է այդ հայտարարության ներքո եւ այսօր էլ ազգային ժողովում բավականին բուրներ եւ այսպես ակցիա կազմակերպեցին իմ գործընկերները այնտեղ, ինչ ընթացք ունեցավ, տեսա որ նաեւ իրավապահ մարմինների հետ բախումներ տեղի ունեցան, նրանք չէին կարողանում մասը մնալ դրանից։ Դե հա սոցիալական ցանցում ոչ միայն Facebook-ում, այլև ֆիզիկական տարբերակով ստորագրահավաք իրականացվել էր, ընդհանուր առմամբ 161 լրագրողի ստորագրություն հանձնեցի, բայց այսօր էլ այս ընթացքում էլ շարունակում են ստորագրությունները, այսինքն այս պայդրությամբ եթե հաշվեմ 170 մոտ 170 լրագրող ստորագրությունը դրել է դրա տակ, որ պահանջում են գերեխմբակցություններից, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, որ իրենց թիմակցին կարգի հրավիրեն, նախ խմբակցություններից պահանջել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը, հուսով ենք հարցը կտեղափոխվի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, ազգային ժողովը կտա որոշում եւ Անդրանիկ Քոչարյանին ըստ այդ որոշման եւ դիմումի ԱԺ լիագումար նիստի որոշմամբ եւ դիմումով սահմանադրական դատարան կդիմեն Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու համար հարցով։ Ռիփսմե դու վստահ ես, որ այդ ընթացակարգերը այդ հունով կգնան ըստ քեզ։ Տես, այստեղ մի հատ նրբություն կա։ Ինքս էլ տեղյակ եմ, որ ՔՊ-ում շատ-շատերը նույն Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ բավականին այսպես խիստ վերապահումներ ունեն եւ շատերը նաեւ մեր գոլեգաները կարծում են, որ այս գործին եթե ընթացք տրվի, նրանք նաեւ քո միջոցով, այս միջադեպի միջոցով փորձելու են այսպես կրակի վրա իրենց ձեռքերը տաքացնել եւ իրենց այսպես մաղձը, իրենց վերաբերմունքը ձևակերպեն այս պատմության կոնտեքստում, հա, եւ Անդրանիկ Քոչարյանին որոշակի պատժվելու դաշտ եւ տիրույթ մտցնեն։ Արդյոք այստեղ չես մտածում, որ նաեւ օգտագործվում է ՔՊ-ի կողմից գործիք ես դառնում, թե ամեն դեպքում ելքը կարևոր է որ լինի։ Հենց դա է կարևոր։ Ինձ թվում է ցանկացած падգամավորի համար, որը իրեն կհարգի, պատիվ չի բերում Անդրանիկ Քոչարյանի այս վարքագծով այդ տիպի падգամավոր գործընկեր ունենալ իր կողքին։ Դրա համար, որպեսզի իրենք նման գործընկեր չունենան, հիմա կապ չունի, որ այս պահին շահերը կարող են համընկնել մեր, այսպես ասած։ ՔՊ-ի եւ մեր լրագրողական համայնքի շահերը համընկնում են այս դեպքում, այդպես կարելի է արձանագրել։ Հա, թող համընկնի, թող իրենք էլ իրենց բանը փորձեն անել, իրենց քայլերը փորձեն անել։ Ի վերջո Անդրանիկ Քոչարյանը սիրված չի ոչ թիմի ներսում, ոչ դրսում։ Այդ բոլորս տեսել ենք։ Հիմա թե ինչպես կփորձեն իրենց հաշիվները մաքրել, արդյոք էթիկայի հանձնաժողովի միջոցով թե այլ, փաստն է, որ այդ դեպքը եղել է, միջադեպը եղել է։ Ես չեմ ակնկալում իրենցից, որ պիտի, չգիտեմ, Անդրանիկ Քոչարյանին հանեն կախաղան եւ այլն։ Չէ, թող օրենքով սահմանված գործիքները գործի դնեն։ Թող օրենքը ինչ պահանջում է այս դեպքում падգամավորական գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի այսինչ կետերը խախտել է, թող դրա ընթացքը տան, որը անհամատեղելի է падգամավորական մանդատի հետ, անհամատեղելի է, գտնում եք անհամատեղելի է, դիմեք ՍԴ-ին մանդատից զրկեք, այսինքն արեք այն ինչ օրենքն է սահմանում։ Ես չեմ ասում իրենց, որ չգիտեմ ինչեր արեք, փորձեք դուք էլ, չէ, մարդը թույլ է տվել խախտում, տեսնում եք, չէ, որ մարդը էթիկապես իրան ճիշտ չի պահել։ Ուրեմն արձանագրեք խախտումը, տվեք եզրակացություն էթիկայի հանձնաժողովի, թող գոնե կանգնի ազգային ժողովի ամբիոնի մոտ ներողություն խնդրի։ Ի վերջո ներողությամբ ոչ մեկի պագոնները չի ընկնում, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանին նա ընկնելու, հակառակը։ Պիտի նա դա վաղուց աներ, եթե Հիմա տեսեք, այս միջադեպին արձագանքեցին նաև ՔՊ-ի падգամավորներ, մի շարք, այդ թվում եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարեց, որ շատ վատ են վերաբերվում այդ երևույթին եւ այլն։ Ինձ համար մի փոքր զավեշտալի է իրեն արձագանքը, որովհետեւ ինքն էլ առանձնապես չի փայլում լրագրողների հետ իր էթիկապես ճիշտ շփումներով, հա, եթե ոչ, ել չեմ ասում դրսում մեր քաղաքացիների նկատմամբ թքելու եւ այլ այդ իր հայտնի պատմությունները, բայց նաեւ հենց ազգային ժողովի շենքում միշտ կենտրոնում կիզակետում է հայտնվում տարբեր լրագրողների հետ տարբեր բախումներում։ Այն ինչ կասես, այսպես վերամբարձ այդ գնահատականները, այո, նա սխալ է եւ այլն։ Ես հենց մեր մեդիահաբի լրագրող Վահե Մակարյանի դեպքն էլ բավականին ցցում պատմություն էր, որ
զրկեց նրան հավատարմագրումից։ Հա, գիտեմ այդ միջադեպի մանրամասներին ամբողջությամբ տեղյակ եմ, երկու կողմերին էլ լսել եմ։ Ես իհարկե իմ գործընկերներին, չգիտեմ, երկու ձեռքով միշտ պաշտպանում եմ, որովհետև խոսքի ազատությունը շատ կարևոր բան է։ Պաշտոնյան միշտ պիտի այս առումով լինի հանդուրժող։ Եթե նույնիսկ լրագրողը մի բան անթույլատրելի բան է անում, սուր բան է արտահայտում եւ այլն, պաշտոնատար անձը պիտի լինի հանդուրժող, որովհետեւ ինքը պետական միջոցներից է սնվում, հանրային մեր միջոցների հաշվին է ինքը այնտեղ եւ աշխատաբար ստանում է մեր հաշվին։ Այդ առումը միայն արդեն պետք է իրենց զսպաշապիկի մեջ դնի։ Որոշ դեպքերում, հա, իրենց թույլ են տալիս անթույլատրելին, որտեվ այդ պաշտոնը, երբ որ իրենք նստում են այդ աթոռի վրա, իրենք ամենակարող են իրենց զգում եւ իրենց թվում է թե այդ պաշտոնը հավերժ է։ Հետո երբ որ նորից կիչնային պաշտոնազրկվեն, իրենք դառնալու են նույն այն մեր թերթերում երկու տող աղերսագին, sense տեղ խնդրող ընդդիմադիրները։ Նույն բանն է ասացիր։ Որ խնդրեմ ինձնից մի փոքր հարցազրույց կանեք, մի կտոր ինձնից կդնեք, ախր գիտենք էլի, որը որից հետո է լինում, այս սա է ամբողջ հարցը, որ այդ աթոռն էլ հավերժական չի։ Այ հիմա տես, ըստ քեզ Ռիփսիմե, մենք այսօր ինչի ենք հայտնվել այս իրավիճակում։ Մեր իշխանությունն է սանձարձակ լկտի այդ աթոռից այսպես ոգեշնչված, թե ամեն դեպքում ամենաբարձր օղակից կա հրահանգ լրագրողների նկատմամբ վարվել այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Գլխավոր լրագրողի կողմից։ Նայեք, երբ որ հենց սկզբից, երբ որ իրանք եկան իշխանության, երբ որ, չգիտեմ, այնքան դեպքեր են եղել, ես նույնիսկ այս բանը չգիտեմ որը հիշեմ, վերբալ մարմնավաճառներ անվանել լրագրողներին, պատվերով, ծրարով, փողաշխատողներ, չգիտեմ ինչ, որևէ դեպքում այդ ասողները չեն պատժվել։ Այսինքն կարող էին, չէ, ինչ որ ընթացակարգ տալ, ինչ որ ընթացք տալ գործին, բան անել, կանչել, հարցաքննել երկու կողմերին, ասենք Արթուր Հովհաննիսյանի դեպքում դատական գործընթաց գնաց, բայց ժողովուրդը ինքը դիմեց։ Այնքան միջադեպեր են այս ընթացքում եղել։ Ու երբ որ տեսնում ենք, որ չի ընթացք տրվում, այդտեղից է գալիս մեր եզրակացությունը, որ այդ ամենը հրահանգավորվում է վերևից։ Հակառակ դեպքում ոչ մի իշխանությունը ձեռք չի տալիս, որ իր ներքին օղակները լրագրողներին պատերազմ են հայտարարում։ Իսկ այս իշխանությունները ես տեսնում եմ լրագրողներին պատերազմ են հայտարարել։ Ասենք բանը ցանկացած տեսանյութի տակ դու տեսնում ես ոնց է լրագրողներին կպնում ու թիրախավորում ու դրանից sense ոգևորվում ոնց որ եսի ինչ են իրանք արել, ինչ մեծ ահռելի գործ են արել։ Ու երբ որ չեն զսպվում, ես ձեզ մի օրինակ բերեմ։ Դիանա Մարտիրոսյան անունով աղջիկ, որը ԿՊ-ի սատարողներից է, աջակիցներից է, մոլի, ջերմեռանդ պաշտպանում էր Փաշինյանին։ Փաշինյանի ասուլիսից հետո անվանարկել էր, ինչ որ բաներ էր Facebook-ում գրառում էր արելի հետ կապված, ու դրա հետ կապված դատի էի տվել այդ աղջկան, դատը շահել եմ, դատարանը որոշել է, որ պետք է տա 70,000 դրամ փոխհատուցում եւ ներողություն։ Մինչ այսօր ներողությունը չի հնչել։ Գումարը չի տա, այսինքն որևէ բան չի հետևել։ Մեր երկրում դատական վճիռները չեն կայացել, չեն իրականացվում։ Ավելին, Հակոբյանը հիմա Դիանա Մարտիրոսյանը կրթվում է, այն կրթության արշավին է մասնակցում։ Կարող կրթվի հետո փոխհատուցում անի եւ ներողությունը խնդրի։ Ես անհամբեր սպասում եմ, որ ավարտվի այդ արշավը, տեսնեմ դրա արդյունքում գոնե կհաջողվի։ Նաեւ անի իմ հետ Գևորգյան Այո, նույնը էլի տեղի Զիշովկա ասել էր, միջադեպի մեջ էր մտել եւ այլն։ Հետո դատական ակտից հետո այդ մարդը գրել էր՝ «Мне да лампочки, ինչ ուզում եք կարեք, չեմ տալու, ձեզ չունեմ տալու»։ Ասենք Ես կարծում եմ, որ իրենց ասում են հանգիստ եղեք, որևէ խնդրեմ չունեք, ոնց ուզում եք վարվեք, ինչ ուզում եք ասեք, մենք ձեր մեջքին ենք։ Այս է, բայց Ռիփսիմե, տես, դու էլ շատ վաղուց ես դաշտում, ես էլ դեռևս 97 թվականից, այո, երբ նոր անկախ մամուլը ձևավորվում էր Հայաստանում, ես հիշում եմ, որ եթե այդպիսի դեպքեր լինում էր, ապա դա բավականին մեծ այսպես աղմուկ էր բարձրանում եւ հետագայում միշտ պաշտոնյաները հաղորդման սկզբում էլ դրան անդրադարձա, եթե ներողություն չէին խնդրում, ապա այսպես ավելի լոյալ վերաբերմունք էին ցուցաբերում, համարելով, որ մամուլի դեմ պատերազմը ի սկզբանե դատապարտված է պարտության։ Ես միջև հիմա էլ շարունակում եմ այդ կարծիքին մնալ, որքան էլ որ այսպիսի երևույթներ են արձանագրում, բայց
մամուլի դեմ իսկապես մարտնչելը շատ անշնորհակալ գործ է։ Ինչ ես այս մասով կարծում։ Լավ, մեկ անգամ, 2, 3, 4, բայց հետո վստահաբար ոչինչ չեն շահելու։ Ոնց որ այն ժամանակ, այդպես էլ հիմա մամուլը մեծ հզոր ուժ է։ Իրենք կարող է որոշ մարդիկ իրենցից չեն գիտակցում մամուլի ուժը։ Այս սա է, էլի, ես գիտակցման ինչպես բերենք դրանց, որ հասկանան, որ միևնույնը պարտվելու են։ Տեսեք, եթե նույնիսկ դիտարկենք այնպես որ ԿՊ-ն որևէ քայլ չձեռնարկի իր թիմակցին չպատժի, համարի, որ այդ խարանը իրենք էլ կարող են կրել, լավ ասեն, հաշվենք, մենք բոլորս Անդրանիկ Քոչարյան ենք, ասեն, այդ շապիկներով գան նստեն ազգային ժողովում։ Իրենք դրանից հետո ոչինչ չեն շահելու։ Իրենք հավերժ իշխանություն չեն կարող լինել։ Մի օր պիտի դառնան, չէ, ընդդիմություն կամ ոչ մի բան, չասեմ ընդդիմություն, պաշտոնա զրկվեն։ Լավ, այդ ժամանակ իրենք իրենց հայելու մեջ նայելու են, իրենք հասկանալու են, ասենք, իրենք անցողիկ եկել գնացել են հավերժ, գալու են գնալու են, լրագրողները միշտ մնում են։ Ինչքան նախարարներ ու պատգամավորներ են եկել ու գնացել, Ռիփսիմեն կա դեռ։ Ինչքան մարդու ես ճանապարհել, չէ՞։ Այո։ Հենց այսօր այդ հազարավոր մասով անցնում էինք լրագրողներով, հենց դա ենք նայում, ասում ենք, այս բազմոցների վրա, էլ ինչ հարցազրույցներ ենք ունեցել, էլ ինչ դեմքեր են եկել, անցել, ճանապարհել ենք, իրենք գնացել են, այո, մենք դեռ այդ միջանցքներում ենք։ Ռիփսիմե, ուզում եմ մի քիչ ավելի այսպես նուրբ հարցին անդրադառնալ, որը անմիջապես մեր լրագրողական համայնքին է վերաբերում։ Այո, 160-ից ավել լրագրող ստորագրել է այդ կոչին անսալով, բայց մենք այսօր նաև տեսնում ենք, որ այն համախմբվածությունը լրագրողական համայնքում ցավոք սրտի չկա։ Եվ միջև մեր եթերն էլ զրուցում էինք դրա մասին, դիպվածներ ու դեպքեր էինք հիշում, թե ինչպես նույն Նիկոլ Փաշինյանին ինչպես էին գնում պաշտպանում, խոսքի ազատությանը հղում անելով։ Ես մասնակցել եմ էլի դրան, ցավոք սրտի կներեք, բայց այդպիսի դեպք արձանագրվել է Բաղրամյան 26-ի մոտ, որ պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքի ազատության իրավունքը։ Բայց տես, այսօր նաև հենց քո դեպքով եմ արձանագրել, այդպես անուններ չեմ տա, որ այս բանը կա էլի, դե լավ դե գործ չունենք, թե լավ դե հիմա, բա որ իրանք այն ժամանակ մենք սենց էինք, իրանք ինչի սենց արեցին, բա որ այս ինչը սենց եղավ, իհարկե դա այդպես մեծ զանգվածային բնույթ չի կրում, բայց մենք տեսնում ենք այդ դեպքերը կան եւ դա նաեւ խմբագիրների մակարդակով, ղեկավարների մակարդակով է տեղի ունենում ցավոք սրտի։ Այ ինչը փոխվեց մեր համայնքում։ Ինչն է պատճառը, որ մենք նաև չենք կարողանում տվյալ դեպքերը դիտարկել իրական լրագրողական հանրույթի նկատմամբ որպես սպառնալիք, որ այսօր Ռիփսիմե Ջեբեջյանն է, չգիտեմ, վաղ Ռիփսիմե Առաքելյանն է, այն մեկը ես իմ չգիտեմ ով է, բայց դա բոլորիս է վերաբերում։ Մենք կարող ենք յուրաքանչյուրս հայտնվել այդ նույն թիրախում։ Կոնկրետ իմ դեպքով ես կարծում եմ, որ ամեն դեպքում չկողմնորոշվեցին այդ պահին լրագրողները, բայց մի բան ամեն դեպքում մեր լրագրողներին խանգարում է նման դեպքերում շատ արագ կողմնորոշվել եւ իրենց դիրքորոշումը հայտնել։ Ինչն է խանգարում։ Առաջ լրագրողները այսքան շատ չէին, ովքեր կային քիչ էին, որակը բարձր էր։ Հիմա քանակը գուցե լրագրողների բերել են նրան, որ ասենք ամեն երկրորդը լրագրող է ըստ էության կոչվում, բայց ինքը այն անհատականությունը չի, որ ինքնուրույն որոշումներ կայացնի եւ կախված է իր խմբագրի գործատուի կամքից, այսինքն այնքան է գործատուի կամքը անում, որ ասում են հələ մի րոպե մի հատ տեսնեմ ինչ կասեն մերոնք։ Հա, էլի, ասենք իրենք գուցե չունեն այն ազատության աստիճանը, որ այդ դեպքերում հասկանան, որ սա միանշանակ դեպք է եւ պետք է բան անենք, պաշտպանենք մեր գործընկերոջը։ Բարոյական հարթության մեջ իհարկե իրենք հասկանում են, որ իրենց գործընկերն է, ընկերն է, պիտի պաշտպանեն, բայց գուցե դա կաշկանդում է որոշ լրագրողներին։ Իմ միջադեպի մասին չի խոսքը, ընդհանրապես եմ ասում։ Բայց շատ բոլոր ժամանակներում էլ նույն անկախ մամուլը երբ որ ձևավորվում էր, հենց մասնավոր լրատվամիջոցները երբ որ բացվում են, այդ մասնավորներն ունեին իրենց տերերը, սեփականատերերը, ֆինանսավորողները։ Կախված էին այսպես։ Այսպես թե այնպես էլի կար այդ բանը, հա, որ դու ունես քեզնից վերև ղեկավար, չգիտեմ, տնօրեն, գլխավոր խմբագիր, չգիտեմ, կա, բոլորիս մոտ եղել է դա, բայց մի տեսակ կար անհատականություն, սկզբունքայնություն այդ լրագրող աշխատողի նկատմամբ մեջ, որ նա արդեն չէր մտածում, այդ պահին զանգեմ տեսնեմ շեֆս ինչ է ասում, ես չգիտեմ, այս դեպքում Ռիփսիմե Ջեբեջյանին պաշտպանեմ, թե չէ։ Դա աներկբա էր, դա չէր քննարկվում, դա այդպես է պիտի
լիներ, որովհետև այդ նույն ղեկավարն էլ էր համակարծիք դրան։ Այ հիմա ի՞նչն է փոխվել։ Հիմա գուցե հենց այդ է պատճառը, որ ոչ բոլորի ղեկավարներն են գուցե համակարծիքներ։ Իսկ դաշտը այնքան է այսպես բաժան եղել իշխանական մեդիաներ, հակաիշխանական մեդիաներ եւ այլն, ու այդ մեդիաների մարդիկ էլ իրար նայում են որպես հակառակ դաշտի մարդիկ։ Իմ մոտ այդ բանը երբեք չի եղել, այսինքն կռիվ են, սպիտակներն ու կարմիրները։ Հա, ոնց որ մերոնքական չեն նայում։ Նույն այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի այդ Լաչինի Միջանցքը ասած հատվածը փակ էր լրագրողների համար եւ падգամավորը ինքը պիտի գար, որ լրագրողներին տաներ, մենք այսպես ոչ իշխանական լրագրողներ լինելով տեսնում ենք, ասենք իշխանական ԶԼՄ-ների օպերատորներին, լրագրողներին ոնց են գալիս падգամավորները մեկիկ տանում, ու դե բաժանում է տեղի ունենում, հասկանու՞մ, ուզես թե չուզես, ու տեսնում ես, որ իրենց համար է դուռը բացվում է, մեր համար չի բացվում։ Հիմա փառք Աստծո, այդ դուռը բացվեց գոնե մեր համար էր, բայց հենց այդ էլ է արդեն խոչընդոտ, որ դու յուրային ոչ յուրային դիտարկես լրագրողներին, իրանք դե ուրիշ են, մենք ուրիշ ենք, չէ, այդպես չի։ Եթե լրագրող ես աշխատում, հենց այդ իմ ասածն է, եթե այդ կոչումը իրոք կրում ես, դու պիտի բոլորին այդ հարթության մեջ նայես, ու վсё, քո ընկերն է, քո գործընկերն է։ Այսօր իշխանական խնդիրը բոլորիս մասին է, խոսքը սա է։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում անհատականացնեմ, էլի քո դեպքը։ Սա բոլորիս մասին է։ Անդրանիկ Քոչարյանը հո առաջին անգամ չի ասում այդ արտահայտությունները։ Բազմաթիվ լրագրողների ինքը նույն կերպ անձնական դաշտ մտնելով, մեկին Վարշավիրանոց ուղարկելով, այլ մեկի տղային բան անելով, ասելով դու տղա ունեիր, չէ՞, ոնց որ այդ տղուն ինչ պիտի անեին։ Տղա ունեիր ասելով, ինձ էլի եւս մի անգամ դեպք ա եղել, ասել ամուսինը տղա էր թե աղջիկ, ասինքն էլի ա եղել այս տիպի անթույլատրելի վիրավորական դեպքեր, էլի լրագրողական կազմակերպությունները ասել են ներողություն խնդրի, այդ մարդը չի խնդրել, շարունակել է աշխատել։ Հիմա մեզ ասում են, լավ, այդ մարդուն այդքանից հետո խեք մոտենում հարց տալիս։ Ես էլ եմ հարցնում։ Այ հենց հիմա ես այդ հարցը տալիս եմ։ Անդրանիկ Քոչարյանից ինչու եք մոտենում եւ հարցազրույց խնդրում։ Իմ կարծիքով իր համար ամենակոմֆորտ վիճակը կլինի, որ ինքը իր համար իր աշխատավարձը ստանա, գնա իր համար նստի իր կաբինետում ու հետ գա։ Թե չէ որ ինքը աշխատավարձը ստանում է ու չխոսի ինչն է փոխվում տեղ։ Դե ըստ էության, չէ, հարց տալուց պիտի այնպեսի հարց տաս, որ ինքը իրեն անհարմար դրության մեջ դնես։ Ինքը պիտի զգա լրագրողների ուժը, այդ միկրոֆոն հենց նես չպայես, ուղղակի ասես, բայց ձեր կարծիքը չգիտեմ ինչի։ Իսկ ինքը այդ լրագրողների հարցերին պատասխանում է, որպեսզի իր անձը չմոռացվի ընդամենը, որ ինքը հանրային հարթակներում կրկին երևա։ Ընդամենը ոչ թե ինքը մտքի գոհարներ է հորդում։ Հա։ Խոսքը սրա մասին է։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում անկեղծ որ բոյկոտը լավ տարբերակ է պաշտոնյային, որովհետև իրենց համար կոմֆորտ զոնա է լինել։ Իրենք միևնույն է, իրանց յուրային ԶԼՄ-ներին կկանչեն, իրանց սենյակին ուզած բաները դուրս կթափեն եւ դրանք կհրապարակվի, եւ մյուս լրագրողները պարզապես չեն տա բացանկալի վերաբերմունք ցույց տա Ռիփսիմե լրագրողը տվյալ պաշտոնյայի նկատմամբ։ Ոնց, ինչ մեթոդներով։ Պետքա կոնկրետ այս դեպքում ինքը պիտի պարտադիր ներողություն խնդրի, հակառակ դեպքում ես չգիտեմ, էլ ինչը պետքա լինի, որ անկեղծ ասած վստահ չեմ, որ ինքը ներողություն կխնդրի։ Սա իմ սուբյեկտիվ մոտեցումն է, չգիտեմ, կարող է եւ սխալվում եմ, դու ինձնից լավատես ես այդ հարցում միգուցե։ Լավ, ներողություն չի խնդրում, ինչ պիտի անի։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ ներողություն խնդրի, ես վստահ չեմ, որ ինքը կփոխվի դրանից։ Չէ, դե նա չի փոխվի, նա վաղուց այնպես չի, որ ինքը ուրիշ ձև էր, ինքը միշտ էլ այդպես է եղել, մենք շատ վաղուց գիտենք նրան։ Հա ինքը շատ է եղել, այս լրագրողը մոտեցել, ասել է քեզ հոսանքազրկում եմ, դու այսօր ես, այսինքն շատ հաճախ է դա լինում, բայց մի օր պիտի այդ գիծը գծվի եւ ասի վերջ, դու համբերության բաժակը մեր լցրել ես։ Ի վերջո սահման կա մի քիչ հումորային պահերը բանը ուրիշ է, բայց երբ որ այսպես լրիվ բարոյականության նորմերը անցնում ես, այդտեղ պիտի գիծ քաշվի եւ ասվի մի րոպե դու ասենք պիտի քեզ մի հատ հաշիվ տաս։ Դու ով ես, ոնց ես եկել այդ պաշտոնին, դու մեր հանրային միջոցներով փողերը ստանում ես, պաշտպանության հանձնաժողովի նախագահ ես, ասենք ոնց կարաս քեզ թույլ տաս այդ պաշտոնը կրող մարդը ոնց կարող է իրան թույլ տա, սենց վարվի լրագրողի հետ, որին դիտարկում է որպես կին, ոչ լրագրող։ Այդ դեպքից հետո առիթ փնտրել է խոսելու քեզ հետ, անձնապես քննարկելու որևէ հարց պարոն Քոչարյանը։ Ոչ իհարկե, չի եղել առիթ, չի խոսել, եղել է միջանցքով կանգնած եմ եղել, խրոխտ կեցվածքով անցել է, հա, այդպես, այնպես չի, որ ես այսպես աշկերս սառած սպասում եմ, երբ պետք է Անդրանիկ Քոչարյանը գա, որ ինձ բան ասի, բայց այդ ներողությունը ինձ պետք չի, Ռիփսիմե ջան, այդ ներողությունը իրան է պետք, այդ իրան է պետք, իրա համար է, ինքը չի, հիմա կարող է բան չի անում, որ չի հասկանում, որ ես իրա համար եմ ասում, որ պիտի ներողություն խնդրի,
բայց ինձ ներողություն ընդհանրապես պետք չի մեծ հաշվով։ Ես ավելին ասեմ, այդ վիրավորանքի մասով սովորաբար լրագրողները ոչ թե պաշտոնյաներից վիրավորվում են անձնապես, ես բոլոր պաշտոնյաներին դիտարկում եմ որպես, ինչ ասեմ, պլաստմասայի շշերի նման, այսինքն մեկը կարող է փոխարինվի մյուսով, այդպես եմ դիտարկում, անձնական որևէ վերաբերմունք որևէ մեկի նկատմամբ չունեմ։ Ու հետեւաբար եթե մեկը շատ մտերիմ չի քեզ, իրենց ասածը այդպես սրտից շատ խոցելի չի լինելու միևնույնն է, բայց կան բաներ, որ երբ որ դու սահմանները անցնում ես, դու պիտի դրա համար պատասխանատվություն կրես։ Ինչ որ պատասխան պիտի լինի իրան։ Հիմա կոնկրետ Անդրանիկ Քոչարյանը անթույլատրելի սահմաններ է անցել։ Ու ես ակնկալում եմ, հա պիտի ԿՊ-ն ամեն ինչ անի, որ ինքը պատասխանատվություն կրի։ Հակառակ դեպքում այդ ամբողջի պատասխանատվությունը մնալու է ԿՊ-ի վրա։ Դե այդքան պատասխանատվություն կա իրենց վրա, այդ հարցերը չեն լուծում, այս երկիրը բզիկ ա եղել արդեն Ռիփսիմը։ Ամեն դեպքում ես կուզեմ տեսնեմ այդ արդյունքները եւ միանշանակ մեր համայնքում կուզեմ այդ հաշտությունը ամբողջական, այսպես մեկ միավորի սկզբունքով լինի, որովհետեւ երբ որ այդ ամբողջականությունը լինում է, այդ ուժը շատ ավելի այսպես կենտրոնացված կարողանում է արդյունքներ ցուցաբերել։ Ես հուսով եմ, որ մեր համայնքը մեկ ինչ որ մի շրջան անց այս խառնիխուռն իրավիճակները եթե փոխվեն, այդ նորից այդ կուռ ամբողջությունը կդառնա եւ մենք կկարողանանք այդպես կարողանալ եւ ինքներս մեզ պաշտպանել եւ հանրային շահերը հստակ ներկայացնել։ Այո, ի վերջո եթե մենք մեզ չպաշտպանենք, մենք մեզ չկարողանանք պաշտպանել, մեզ հազարավոր քաղաքացիներ են դիմում։ Բայց ոնց պետք է մենք ուրիշների շահերը, ուրիշների իրավունքները պաշտպանենք, երբ որ այսօր մեր իրավունքներն են։ Այստեղ որ ասացիր, որ լրագրողներ կամ որ կորպորատիվ շահեր կան, փորձեն իրենց շեֆերի հետ տեսնեն ինչ եւ այլն, ես կարծում եմ, որ եթե լրագրող աշխատում են իրենք այդտեղ, այդ լրագրողը երբ որ հանրային շահերն է ներկայացնում եւ բարձրաձայնում, ինքը չի կարող այդ մի հարցում այլ ընտրանք ունենալ։ Այդտեղ էլ է նույն սկզբունքը գործում։ Ասենք Վարդուշ տատի թոշակի խնդրի մասին եթե ինքը խոսում է, ինքը նաև իր գործընկեր լրագրողի առաջ եկած այդ խնդրի բարձրաձայնման մասին խոսելով է նաև նույն գործը կատարում։ Այսինքն եթե ինքը այնտեղ անում է, այստեղ ասում է մի րոպե տեսնեմ ինչ են ասում, վերջ, այստեղ կինոն վերջանում է արդեն։ Ու կապ չունի ինքը հմեկում աշխատում, թե տրիբյուտ է եմում։ Ես նշել էի դեպ հանրային հեռուստատեսության աշխատակիցներին այդ ստորագրահավաքի տակ, որ դուք բան չունեք ասելու սիրելի լրագրողներ, որևէ արձագանք չեղավ ցավոք, բայց հա էլի այստեղ իշխանականի եւ ոչ իշխանականի խնդիր չի։ Սա է հարցը։ Ես շնորհակալ եմ։ Հաջողություն եմ մաղթում, այս ամեն ինչին մենք այսպես ակտիվ հետևելու ենք, տեսնենք ուր ենք հասնում։ Մեկ է տեսար այս դեպքում ԿՊ-ի շահերը, քան որ համընկան այս դեպքում Անդրանիկ Քոչարյանին, ինչպես ասում են, նակավյոր հարցը լուծելու, մեկ է տեսար մի հարց կարգավորվեց, թեկուզ այս սկզբունքով, ես դեմ չեմ դրան, թեկուզ այս դեպքով։ Շնորհակալ եմ։ Այսօր Մետանոյայի հյուրը իմ գործընկեր Ռիփսիմե Ջեբեջյանն էր, Tribune.am-ի լրատվական ծառայության ղեկավարը, ակտիվ լրագրող։ Կհանդիպենք եկող շաբաթ, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։